Պաշտպանության հանձնաժողովում կան ընդդիմության ներկայացուցիչներ։ Նրանց բազմիցս առաջարկվել է, այսինքն բոլորը նույն իրավունքներն ունեն, ինչպես որ ունեն քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները։ Իրենք կամովին հրաժարվել են մասնակցել այդ աշխատանքներին։ Ինչու են հրաժարվել։ Պարզ պատասխան կա, որովհետև չեն ցանկացել պատասխանատվություն ստանձնել։ Որտեվ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել նշանակում է նաև ստանձնել պատասխանատվություն այն աշխատանքների համար, որը տեղի է ունենալու։ Պաշտոնյաներ են եղել, այդ թվում ընդդիմության դաշտում դիրքավորված, որոնք նաև հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, հրաժարվել են ներկայանալ։ Ինչու։ Ինչպես է ստացվում, որ իշխանությունը, որին իրենք մեղադրում են պատերազմի, պարտության եւ այլ հազար ու մի բանի մեջ են, չէ՞, մեզ մեղադրում։ Ինչպես է ստացվում, որ կառավարության ղեկավարը գնում է եւ մասնակցում է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց ընդդիմության ներկայացուցիչները չեն գնում, հրավերներին չեն պատասխանում։ Ինչպես է ստացվում, որ այդ նույն ընդդիմության շատ լավ, թող ընդդիմության ներկայացուցիչները գնային եւ վարչապետին հարցեր տային։ Թող գնային եւ այնպեսի հարցեր տային վարչապետին, որ իրենց կարծիքով վարչապետը չէր կարողանա դրանց պատասխանել։ Էլի չեն բանարել, չեն մասնակցել, որովհետեւ խուսափում են պատասխանատվությունից, որովհետեւ ընդդիմությունը բոլոր այն տեղերում, որտեղ որ կարող է հայտնվել նույն սեղանի շուրջ եւ կարող է ինքը վերցնել պատասխանատվություն եւ այդ պատասխանատվության բեռը զգալ սեփական ուսերի վրա, ինքը փախչում է։